Հանդիպման վայրը գրադարան խորագիրը կրող գրադարանային գիշերները արդեն ավանդական են դարձել։ Լոռու մարզային գրադարանում էլ ներկայացվեցին արվեստի բոլոր տեսակները։ Տարեցտարի գրադարանում հանդիպում փնտրող արվեստասերների թիվը մեծանում է։ Առաջի տարին ճիշտ է մի քիչ սենց պասիվ ընթերցողները պասիվ էին գալիս, հանդիսատեսը պասիվ էր, բայց 2-3 տարի արդեն նորմալ հաճախում են։ Արվեստասեր հասարակայնությունը արվեստով պետք է դաստիարակվի եւ գեղագիտական իր դաստիարակությունը, իր ճաշակը բարձրացնի դրանով։ Հանդիպման վայրը գրադարան միջոցառման հատվածներից մեկը նվիրված էր Ջուզեպպե Վերդիին։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն այս տարի նշում է իտալացի աշխարհահռչակ կոմպոզիտորի 200-ամյակը։ Ներկայացվեցին նրա կյանքը, ստեղծագործությունները, որին հաջորդեց Կայարան արձակի անթոլոգիա գրքի շնորհանդեսը։ Այստեղ տեղ են գտել արդի հայ արձակի ներկայացուցիչների ստեղծագործությունները, նրանցից 4-ը մեր համաքաղաքացիներն են։ Ես մաղթում եմ, որ մեր մարզային գրադարանը միշտ համալրվի ժամանակակից հայ գրականության ներկայացուցիչների գործերով, մաղթում եմ, որ մեր երիտասարդությունը կարողանա միշտ ժամանակ կտրվել համակարգչից եւ գրականություն կարդալ նաև տպագիր գրականություն, որովհետև գիրքը, տպագիր գիրքը այլ խորհուրդ ունի, այլ նշանակություն ունի, մարդ կարծես ընկերանում է գրքի հետ, հարազատ է դառնում եւ լավ գրքից շատ դժվար է բաժանվելը։ Միջոցառման մասնակիցները կարևորում են գիրքը եւ գրքի դասյարակչական նշանակությունը, այնինչ տալիս է վեպը չի կարող տալ դրա սեղմագիրը։ Մեջ քիչ են կարդում, ցավոք շատ քիչ են կարդում։ Եվ մտածում եմ, որ կգան ժամանակներ, ավելի լավ ժամանակներ եւ նորից մենք կվերագտնենք այն գեղեցիկ զգացմունքները գրքի նկատմամբ եւ կվերադառնանք դեմքով կշրջվենք դեպի գիրքը, որը մեր մեծագույն ուսուցիչն է։ Գրքի շնորհանդես, երգերաշտություն, դասախոսություններ եւ իհարկե ասմունք։ Արվեստի այս տեսակների հանդիպումներ Լոռու մարզային գրադարանում արվեստագետների ու արվեստասերների հետ։ Բորիս Պաստեռնակի Դոկտոր Ժիվագոյի վեպի վերջում տեղակայված 2 բանաստեղծությունները կարդաց Խորեն Գասպարյանն իր թարգմանությամբ։ Արդեն 8 տարի հոկտեմբերի 7-ին նշվում է գրադարանավարի մասնագիտական տոնը։ Կարևոր է այսօր գրադարանների, ինչպես նաեւ գրադարանավարի դերը։ Այսօր մենք պիտի շնորհավորենք գրադարանի աշխատակիցներին հատկապես, որտեղ միանշանակ նրանք իրենց գեղեցիկ աշխատանքն են կատարում, նրանք կարողանում են շոշափելի դարձնել այն կարևորը, ինչ որ ստեղծել են ժամանակին, ինչ որ բերում ենք հիմա մեր օրերում եւ այսօր էլ ավելի շատ հարստացնելով գրադարանը, ավելի շատ ուրեմն մեծ կապեր ստեղծելով երիտասարդության հետ այս միջոցառումների միջոցով նույնիսկ այդ զարգացումն ենք ապրեցնում։ Գրադարանավարի աշխատանքը այն աշխատանքն է, որ մարդկային հիշողությունն է պահպանում եւ փոխանցում սերունդներին։ Մարդկային հիշողությունը գրքի ձևով, մարդկային հիշողությունը ամփոփված գրքի մեջ։ Որքան էլ զարգացած տեխնոլոգիաներ եւ արագընթաց առաջընթաց, տպագիր գիրքը, այն էլ խունացած տպագիրը շարունակում է մնալ գրքասերների սեղանի գիրքը։ Նարինե Մաթևոսյան, Արայիկ Նազարյան, Միք հեռուստաընկերություն։